ազգային ժողովում քննարկման էի մարդու իրավունքների հետ կապված թեման։ Հայաստանում ոչ միայն թույլատրվում է, որ Գերմանիայի դեսպանատունը այլ դեսպանատներ ինչ ուզես անեն, այլ նաև որևէ օրենք չկա, որը կարգելի, որ նույն բանը անի Ադրբեջանը կամ Թուրքիան։ Այսինքն որևէ Հայաստանի ներքին անվտանգության օրենք, որը որևէ ձև վերահսկի արտաքին գումարային հոսքերը, որոնք ուղղված են իբր քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքի պաշտպանություն, բայց իրականում սպառնում են ազգային անվտանգությունը, որևէ օրենք արգելող, սահմանափակող, վերահսկող գոյություն չունի։ Դա բավարար չի, նաև մենք փորձում ենք այդ նման օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել ազգային ժողով, բայց արդեն 1 տարուց ավել է, որ տարական, պարզագույն, անհրաժեշտ օրենքները, որոնք ուղղված են ազգային անվտանգության, ամեն ձև ոտնահարվում են, ուղղակի կամ անուղղակի մեր իշխանությունների կողմից։ Պատճառը այն է, որ եթե մեր իշխանությունները նման օրենքներ ընդունեն, նրանք խնդիրներ կունենան արևմուտքից գումարներ ստանալու պետական գրանտերի մասին է խոսքը։ Հիմա ինչը վերաբերվում է այդ 30,000 եվրոյին։ Ուրեմն ընդամենը դա մեկ կաթիլ է ծովի մեջ, այդ 30,000 եվրոն, որը ուղղակի ընկավ ԶԼՄ-ների ուշադրության տակ։ Դուք խնդրում եմ պաշտոնական տվյալները նայեք, թե Սորոսի ֆոնդը անցյալ տարի ինչքան գումարներ է հատկացրել։ Ես կարող եմ սխալվել, հստակ հիմա թվերը չեմ հիշում, բայց կարծեմ միլիոնից ավել գնացել է տարբեր իրավունքների պաշտպանությանը, ոչ միայն սեռական փոքրամասնություն, ընդհանրապես զանազան խնդիրների, իրավունքների եւ այլն։ Իսկ Ուկրաինայի դեպքերը մեզ շատ լավ ցույց են տալի, որ այդ գումարները, որոնք իբր պետքա ծախսվեն մարդու իրավունքների պաշտպանության, մեկ օր օգտագործվում են այլ նպատակով։ Ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ հանրահավաքի դուրս եկան հրահանգված առաջի հերթին աղանդները եւ այսպես կոչված մարդասիրական ՀԿ-ները, որոնք հրահանգվում են եւ ֆինանսավորվում են մեկ կենտրոնից։ Սա վառ օրինակ է Ուկրաինան եւ նաեւ Վրաստանը, իմիջիայլոց ասեմ։ Այսինքն խոսելով փաստերով, մենք գործ ունենք միլիոնավոր ֆինանսավորումների հետ, Հայաստանի հազարավոր զանազան կազմակերպությունների, ագենտների, լոբինգ անող անձերի, իրավական դաշտում աշխատող մարդկանց, որոնց բուն նպատակն է Հայաստանում օրինականացնել երիտասարդ սերնդի այլասերման process-ը, որը ուղղված է լինելու բնական աճը բնակչության կանգնացնել եւ հայաթափման եւս մեկ ծրագիր իրականացնել։ Ինչու՞։ Քանի որ այդ մեթոդով լուծվում է աշխարհաքաղաքական խնդիր, ոչ թե մարդասիրական, ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ տարածքային ազդեցության ստեղծելու որոշ միջազգային կենտրոնների։ Կենտրոնները հետևյալն են։ Այսօր կա հակամարտություն Ռուսաստան-ԱՄՆ, որպես երկու գեոպոլիտիկ լրջագույն կենտրոնների, մենք ուզենք, մենք չուզենք, ուզենք կամ չուզենք, մեր դուրը գա չգա, դա էական չի։ Հայաստանը գտնվում է իր գեոգրաֆիկ տարածքային այնպիսի դիրքում, որ այդ հակամարտությունը տեղի է ունենում մեր տարածքում։ Հետևաբար, չմոռանանք նաև, որ մենք շրջապատված ենք եւ մեր հարևան երկրները, իդեմս Թուրքիա եւ Ադրբեջանի մեղմ ասած հետաքրքրված չեն, որ Հայաստանը ծաղկի։ Այդ իսկ պատճառով Հայաստանի այսպես կոչված LGBT համայնքը մեծ ուրախությամբ համագործակցում է Թուրքիայի LGBT համայնքի հետ, մասնավորապես այս տարի կոչ էր արվում նաև ներել ցեղասպանությունը, մոտավորապես իմաստը դա էր հայտարարության, մոռանալ ցեղասպանության մասին եւ նորից կրկին ընկերություն անել։ Ուշադրություն եմ ուզում դարձնել նաև Նորվեգիայի դեսպանատան։ Ես խնդրում եմ մինչև տվյալը հրապարակելը եւս մեկ անգամ ստուգել։ Այսպես կոչված LGBT news կայքը հովանավորվում է, որտեղ բացառիկ ուղակի ձևով քարոզվում է համասեռամոլությունը, հովանավորվում է, որքան ես եմ հիշում, Նորվեգիայի դեսպանատան կողմից լրագրողներին կխնդրեմ եւս մեկ անգամ ճշտել այդ փաստը։ Այսինքն ոչ միայն Գերմանիայի դեսպանատունն է, Նորվեգիայի դեսպանատունն է նման բաներով զբաղվում։ Շատ ակտիվ է զբաղվում։ ԱՄՆ-ի դեսպանատունը պերիոդիկ տալիս է այսպես կոչված մրցանակներ LGBT ակտիվիստներին։ Ստեղ միայն Գերմանիայի դեսպանատունը չէ, այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում հանրությանը ելնելով սահմանադրական իրավունքից, քանի որ մեր դեմ, մեր ժողովրդի դեմ խտրականություն է իրականացվում, ճնշելով մեր արժեհամակարգը, անտեսելով մեր ավանդույթները, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն մարմիններին եւ դեսպանատներին եւ դեսպաններին, որոնք կոչ են անում քայքայել Հայաստանում ավանդույթները, կոչ են անում անուղղակի, քանի որ ուղղակիորեն նրանք խնդրում են պաշտպանել փոքրամասնությունները, բայց փոքրամասնությունները Հայաստանում նեղված չեն, մեր սահմանադրությունը բոլորին պաշտպանում է։
Այսպիսով գովազդելով նմանատիպ երևույթները Հայաստանում խտրականության է ենթարկվում եւ կարծում եմ դա հնարավոր է արդեն իրավական վերլուծություն դրանցալ խտրականություն է ենթարկվում բնակչության մեծամասնությունը անտեսվում է ժողովրդի պահանջները անտեսվում է մեր հոգևոր արժե համակարգը իսկ այժմ թույլ տվեք քանի որ ժամանակը շատ չի որ նյութը շատ մեծ չլինի թույլ տվեք ես անցնեմ փաստերի որոնք որևէ մեկը հերքել չի կարող Սրանք իրավական փաստեր են, որոնք կազմել են մեր իրավաբանների կողմից եւ ներկայացվել են կառավարություն։ Այսպես կոչված գենդերային օրենքի հետ կապված կառավարությունը դեռ 2013 թվականի օգոստոսին թիվ 322 որոշումով կայացրեց գրություն, համաձայն որի նա ճանաչում է այդ օրենքը պոտենցիալ վտանգավոր, խոսքը գնում է գենդերային օրենքի մասին։ Եթե ես ցիտեմ հնարավոր վտանգավոր մի վարքյան, ես ուղղակի ցիտեմ զուտ ինչա գրած Հաշվի առնելով հասարակության եւ հայրաքելական եկեղեցու մտահոգությունը օրենքի հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ Հաշվի առնելով որ եզրակացությունները, որ վերլուծությունները, որը մենք ենք ներկայացրել կառավարությանը, որտեղ ապացուցվել է իրավական տեսանկյունից, որ գենդերը իր էությամբ ոչ մի կապ չունի տղամարդու եւ կնոջ իրավահավասարության խնդիրների հետ, այլ ներառում է սեռափոխության քարոզչության իրավունք, տղամարդ եւ կին վարքագծի ազատ ընտրելու իրավունք, այսինքն այլասերման քարոզչության, մեղմ ասած բացառիկ իրավունք գենդերը իր տեսանկյունից իրավական տեսանկյունից դիտարկվում է որպես տարբեր սեռի անձանց ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք մեր օրենքով սահմանված չի որ վարքի մասին է խոսքը գնում օրինակ սեռափոխված վարքը եւս վարք է համարվում միջազգային նորմերով գենդերը պարզ շեշտվում է որ դա կարող է համընկնել կամ չհամընկնել ես ցիտում եմ բնատուր սեռի հետ, այսինքն սեռափոխված անձերի մասին է կրկին խոսում, առավել եւս ապացուցվում է, որ Հայաստանը ստորագրել է այդ բանաձևի տակ եւ Հայաստանում ասելով գենդեր մենք նկատի ունենք առաջի հերթին սեռափոխության եւ սեռափոխված վարքի իրավունք։ Սա ապացուցված է, որևէ մեկ այս փաստաթղթերը չի կարող խերքել, սրա տակ ստորագրել են եւ Հայաստանը, եւ օրենքն է ընդունվել Եվ կառավարությունն է մեր հետ համաձայնվել, որի իսկ պատճառով արդեն 2 տարի է գենդերային օրենքի հետ կապված ենթաօրենսդրական ակտերը չեն ընդունվում։ Մերժվում են կառավարության կողմից մեր ճնշման տակ։ Ինչը նշանակում է, որ գենդերային օրենքը պրակտիկ գործունեությանը չի անցնում, հիմնվելով այս վերլուծության վրա։ Ինչպես նաև կա կառավարության առաջարկ, որը հստակ շեշտում է, որ այլևս չօգտագործել գենդեր եւ գենդերային եզրույթները Հայաստանի օրենսդրական դաշտում։ Ոչ ոք այդ Պրոգրամացությանը ոչ ոք չի խանգարում իրենց գործը կատարել։ Ոչ ոք նրանց չի պախարակել, այսպես ասած, ոչ էլ դատապետել է։ Բայց նրանք անընդհատ ուզում են ավելին։ Օրենքի հետ կապված, ես երկու խոսքով ուղղակի ասեմ։ Երեք տեսեք, որ մենք հասանք նրան, որ ազգային ժողովում մեզ խոստացան, որ կառավարությունը կներկայացնի փոփոխությունները գենդերի մասին այդ օրենքի մեջ։ Առ այսօր այդ փոփոխությունները չեն եկել ազգային ժողով կառավարությունը, սա մեկ։ Ինչու, որովհետև մենք պնդում էինք, որ բոլոր այդ տերմինները ուրեմն փոխարինվեն տղամարդու եւ կնոջ հավասար ուրեմն իրավունքների վերաբերյալ։ Ինչ որ լինում է, լինի տղամարդու եւ կնոջ, իրենք համառորեն չեն ուզում, որ տղամարդ եւ կին անունը լինի։ Հետևությունները ձեզ են թողնում։ Երկրորդը, հիմա ինչ վերաբերում է Գերմանիայի դեսպանատանը։ Իրավունք ունեն։ Բայց ես կուզեի, որ պարոն դեսպանը այդպիսի հոգատարություն աներ երիտասարդ ընտանիքների, ավանդական երիտասարդ ընտանիքների նկատմամբ։ Այսինքն այդ 30,000 եվրոն տրամադրել այն ընտանիքներին, որոնք երեխա են ունեցել եւ չունեն իրենց համապատասխան բնակարան, չունեն իրենց համապատասխան իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Ինչու չեն անում։ Ինչ կարծիք եք, օրինակ ինչու այս հարցը այսպես չի դրվում իրենց մոտ։ Ինչու հենց այդ սեռամոլներին պետք է տալ, այո։ Երկրորդը նաև որ ես իրոք ասում եմ, հաստատում եմ, որ Հայաստանում այդպիսի պայմաններ չկան, բայց նրանք ուզում են իրենց
տեղն ունենան, հազիվ մենք այս զբոսայգին ազատեցին քաղաքապետարանը, նրանք ուզում են պարադներ անեն, նրանք ուզում են քարոզչությամբ զբաղվեն եւ նրանք ուզում են բոլոր այս իրենց հնարավորությունները դարձնեն այստեղ Հայաստանում։ Սա լայնածավալ ուղղակի հարձակում է հայկական ադատների, ընտանիքի եւ ընդհանրապես մեր ամբողջ ավանդույթների եւ արժե համակարգի վրա։ Սա մենակ այս հարցը չի, դրա մասին հետո խոսենք։ Եվ երրորդը, նույն Գերմանիայի դեսպանը բարի լիներ իր երկրում այդ 30,000-ը կամ այդ 30 արծաթը, հա, նվիրեր այնտեղի գեհերին, թող նրանք այնտեղ իրենցով զբաղվեին։ Ինչ գործ ունի նա մեր երկրում այսպիսի գործունեությամբ զբաղվելու։ Եթե այդքան մտահոգված են, թող գնան իրենց երկրում զարգացնեն, ինչքան ուզում են, մեր երկրում դրա կարիքը չկա։ Եվ ավարտելով ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ հիմա գալիս են երկու օրենք եւ դրա մասին ես հատուկ արդեն մի քանի անգամ հայտարարել եմ, ոչ ոք չի փորձում ինձ հերքել։ Դուք հասկանում եք, հող են տալիս, որպեսզի դուք օրենք ընդունեք։ Հələ մի հատ եկեք հասկանանք այդ տրամաբանությունը։ Այդ ինչ հագրգռվածություն ունեք, որ դուք ուզում եք անպայման այդ օրենքները ընդունել Հայաստանում։ Ինչու՞ չեք փող տալիս տնտեսության զարգացման համար Հայաստանում։ Ինչ եք փող տալիս, որպեսզի յուվենալ արդարադատության մասին օրենքը ընդունվի Հայաստանում։ Ինչ եք փողը տվել, որ գենդերի մասին օրենքը ընդունվի։ Ինչ եք հիմա ուզում, որ խտրականության դեմ օրենքը ընդունվի։ Ինչու՞մն է բանը։ Այդպես մտածում եք մեր բարոյական առողջության մասին։ Այնպես որ այստեղ հստակ ծրագիր է իրականացվում, եւ մենք դա պետք է հասկանանք, եւ մենք պետք է իմանանք, որ իրոք մենք որոշ չգիտեմ ում, ինչ շրջանակներին շատ ենք խանգարում։ Հայաստանը, այո, Հայաստանը պետք է հայաթափվի եւ Հայաստանում պետք է շատ ավելի քիչ լինեն հայերը։ Այս փոլիո թթու, չգիտեմ ծրագիր իրականացնել, ես չգիտեմ այլ բաներ եւ այլն։